մենք ամեն ինչն գիտենք, իշխանությունը ժողովրդին է։ Իրանց հնարած օրենքները մեր սերտովը չէ, ժողովրդի սերտով չէ։ Ինչ օրենք ստեղծեցին՝ ի վնաս ժողովրդի։ Հետո Անհատ տաքսու վարորդներն իրենց ներկայացված առաջարկությունները վերստին ուսումնասիրելով գտնում են, որ զիջումները բավարար երաշխիք չեն իրենց գործունեության հետագա շարունակության համար։ 10 տարուց ավելի տարիք ունեցող ավտոմեքենաների տաքսի ծառայություններ չմատուցելու արգելքը սառեցվում է ընդամենը 1 տարով, իսկ դա նշանակում է հաջորդ տարի դարձյալ կանգնելու են նույն խնդրի առաջ։ Ինչի մեր տարին հետո հրաշք պետք է կատարվի, հա? Հարստանք պետք է ինչ պետք որ թազա ավտո առնենք։ Եթե մեր տարուց հետև աշխատանք եղնի աշխատենք, մեզ հիմար մեկ չէ, ավելի լավ է աշխատենք, քան ստեցի քշեմ։ Ինձ հեչ պետք չէ։ Մենք գործից չենք փախնի։ 12 ժամ եք աշխատենք, թող գործի տեղ տա։ Թե չէ մեր տարին հետել որ նույն բանը եղավ, մենք էլի պիտի քշենք, ուզենք, չուզենք, ստիպված ենք երեխա կպահենք։ Տարին հետո էլա ինչ պիտենեմ, էլի չեմ կրնա դու պահ։ Սուտ կեր։ Տարին մեզ շուտ կանցնի, որ մյուս տարի էլի նույն բանն է, ինչ տարբերություն։ Վարորդները բացառում են այն տարբերակը, որ կկարողանան 1 տարվա ընթացքում ձեռք բերել նոր մեքենա։ 1 տարուց հետո միադել մի քանի տարի։ Մենք քո ինչ փոխվինք պետք է, թե պետք է կիսաստղներից մեզի փող գցեն։ Փող պետք է գցեն, վերջ տակ թազարի, չէ, դա հնարավոր չէ։ Մենք պետք է քշենք, քանի չենք մեռ։ Հետո էլի շկար։ Ու 25000-ը։ Ինչու համար 25000։ Կամ է 10-12000 ամսական պետք է դժվար է, այստեղ գործ չկա։ Մենք այստեղ հացի փող կաշխատենք, օրական 5-10 հազար դրամ չենք աշխատի։ Մյուս կետերի վերաբերյալ առարկություններ չներկայացրեցին հարցված վարորդները, սակայն նրանցից ոմանք միանշանակ համոզված են։ Առաջարկությունների փաթեթի առաջին կետի պատճառով շատերը պիտի չհամաձայնվեն դրա հետ։ Եվ հետո քանդված փողոցները, առաջիկայում գազի թանկացումը եւ այլ խնդիրներն առանց այն էլ սահմանափակում են իրենց աշխատելու հնարավորությունները։ Ոստեղ հեչ մեկն է դուր գալու բան չի այքուրս, մենք չենք կրնա, այս ինչ որ բաներած են, մենք չենք կրնա, այստեղ գործ չկա, փող չենք աշխատի կան, որ մուզենք կամ բան, դա շարված ենք իրար հետև։ Ինչ ունին, փողոց ունին, չունին, պաժալուսա, կելեք ելնիկ ես Ախուրյանի կողմ, կելեք ելնիկ Մուսալյանի կողմ, կելեք ելնիկ ոսկե հասի կողմ, մեքենա կմնա Արևիկի կողմ էցանք, մեքենա կմնա 10 տարին ինչ են, 20 տարին ինչ են, մենք պետք Միջև էս պայքարենք, մենք պետք է գոնե օրական հացը հայտարարենք, որ յոլայեցանք։ Առաջարկությունների մասին կարծիքների փոխանակումները տաքսիների հավաքակետերում շարունակվում են։ Որքանով են դրանք ընդունելի կամ ոչ, վերջնական որոշում կայացնելու համար դեռևս մի քանի օր ժամանակ կա։ Փետրվարի 18-ը վերջնաժամկետն է։ Արմենի Վարդանյան, Համբարձում, Պապոյան, Կալանյուս։